Երբ մոտ 100 տարի առաջ ստացա իմ բակալավրի աստիճանը, ֆիզիկայի գրականությունն ինձ թվում էր մի հսկայական ու չուսումնասիրված օվկիանոս, որի յուրաքանչյուր անկյունը պետք էր քարտեզագրել, նախքան ինքնուրույն որևէ հետազոտություն սկսելը։ Ինչ կարող էի անել, եթե չգիտեի ամեն ինչ այն մասին, ինչ արդեն արվել էր։ Բարեբախտաբար, ասպիրանտուրայի առաջին տարում բախտ ունեցա հայտնվելու փորձառու ֆիզիկոսների ձեռքերում, որոնք, չնայած իմ անհանգիստ առարկություններին, պնդեցին, որ պետք է հետազոտությամբ զբաղվեմ և հենց աշխատանքի ընթացքում սովորեմ անհրաժեշտը։ Հարկավոր էր կամ լողալ, կամ խորտակվել։ Ի զարմանս ինձ, այդ մեթոդը գործեց։ Ես կարողացա արագ ստանալ PhD աստիճան, թեև այն ստանալիս գրեթե ոչինչ չգիտեի ֆիզիկայից։ Բայց մի կարևոր բան սովորեցի. ոչ ոք չգիտի ամեն ինչ, և դուք էլ պարտավոր չեք։ Երկրորդ դասը, շարունակելով իմ օվկիանոսային փոխաբերությունը, այն է, որ եթե լողում ես և չես խորտակվում, պետք է ընտրես փոթորկոտ ջրերը։ Երբ 1960-ականների վերջին դասավանդում էի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, մի ուսանող ինձ ասաց, որ ուզում է զբաղվել հարաբերականության ընդհանուր տեսությամբ, այլ ոչ թե տարրական մասնիկների ֆիզիկայով, որով ես էի զբաղվում։ Քանի որ առաջինի սկզբունքները լավ հայտնի էին, իսկ երկրորդը նրան շատ խառն էր թվում։ Այդ պահին մտածեցի, որ նա պարզապես հիանալի հիմնավորում է ներկայացնում ճիշտ հակառակն անելու համար։ Մասնիկների ֆիզիկան այն ոլորտն էր, որտեղ դեռ կարելի էր ստեղծագործական աշխատանք կատարել։ 1960-ականներին այս ոլորտում իսկապես խառնաշփոթ էր, բայց հետագայում բազմաթիվ տեսաբան և փորձարար ֆիզիկոսների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ գործը գլուխ բերել և ամեն ինչ, լավ, գրեթե ամեն ինչ, կարգավորել մի գեղեցիկ տեսության մեջ, որն այժմ կոչվում է ստանդարտ մոդել։ Իմ խորհուրդն է՝ գնացեք դեպի խառնաշփոթը։ Հենց այնտեղ է, որ անելու շատ բան կա։ Իմ երրորդ խորհուրդը հավանաբար ամենադժվարն է ընդունել։ Դուք պետք է սովորեք ներել ինքներդ ձեզ ժամանակ վատնելու համար։ Ուսանողներին միշտ առաջարկում են լուծել խնդիրներ, որոնք դասախոսները, եթե առանձնահատուկ դաժան չեն, գիտեն, որ լուծելի են։ Բացի այդ, էական չէ, թե որքան կարևոր են այդ խնդիրները գիտական տեսանկյունից։ Դրանք պետք է լուծել քննությունները հանձնելու համար։ Սակայն իրական կյանքում շատ դժվար է հասկանալ, թե որ խնդիրներն են իսկապես կարևոր, և անհնար է նախապես իմանալ, թե տվյալ պատմական պահին որևէ խնդիր լուծելի է, թե ոչ։ 20-րդ դարի սկզբին մի քանի ականավոր ֆիզիկոսներ, ներառյալ Լորենցն ու Աբրահամը, փորձում էին զարգացնել էլեկտրոնի տեսությունը։ Մասնավորապես նրանք փորձում էին հասկանալ, թե ինչու էին ձախողվում եթերի մեջ երկրի շարժումը հայտնաբերելու բոլոր փորձերը։ Այժմ մենք գիտենք, որ նրանք սխալ խնդիր էին փորձում լուծել։ Այն ժամանակ հնարավոր չէր էլեկտրոնի համար հաջող տեսություն ձևակերպել, քանի որ քվանտային մեխանիկան դեռ չէր հայտնաբերվել։ Ալբերտ Այնշտայնի հանճարն էր պետք, որը 1905 թվականին հասկացավ, որ ճիշտ խնդիրը, որի շուրջ պետք էր աշխատել, շարժման ազդեցությունն էր տարածության և ժամանակի չափումների վրա։ Սրա շնորհիվ նա ստեղծեց հարաբերականության հատուկ տեսությունը։ Քանի որ երբեք լիովին չեք կարող վստահ լինել, թե որն է ճիշտ խնդիրը, ապա լաբորատորիայում կամ գրասեղանի մոտ աշխատելիս ձեր ժամանակի մեծ մասը վատնելու եք։ Եթե ցանկանում եք ստեղծագործ լինել, պետք է հաշտվեք այն մտքի հետ, որ ժամանակի մեծ մասը ստեղծագործական չի լինելու, և դուք հաճախ մնալու եք անշարժ գիտելիքի օվկիանոսում։ Եվ վերջապես, ինչ-որ բան սովորեք գիտության պատմությունից, կամ առնվազն գիտության ձեր ճյուղի պատմությունից, գոնե նրա համար, որ այդ գիտելիքները կարող են օգտակար լինել ձեր իսկ գիտական աշխատանքում։ Օրինակ, գիտնականները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա երբեմն խճճվում են, հավատալով գիտական մեթոդի խիստ պարզեցված փիլիսոփայական մոդելներին, որոնք առաջարկել են տարբեր փիլիսոփաներ, սկսած Ֆրենսիս Բեկոնից մինչև Թոմաս Կուն ու Կարլ Պոպեր։ Գիտության փիլիսոփայության դեմ լավագույն հակաթույնը գիտության պատմության իմացությունն է։ Ավելի կարևոր է այն, որ գիտության պատմությունը կարող է ձեր աշխատանքն ավելի իմաստալից դարձնել ձեզ համար։ Որպես գիտնական դուք ամենայն հավանականությամբ հարուստ չեք լինի։ Ձեր ընկերներն ու հարազատները գուցե չհասկանան ձեր աշխատանքը։ Եվ եթե զբաղվում եք տարրական մասնիկների ֆիզիկայի նման տեսություններով, նույնիսկ անմիջականորեն օգտակար բան անելու բավարարվածությունը չեք ունենա։
Բայց դուք կարող եք մեծ բավարարվածություն ստանալ այն մտքից, որ ձեր գիտական աշխատանքը պատմության մասն է։ Հետ նայենք 100 տարի առաջ, 1903 թվականին։ Ինչ նշանակություն ունի այժմ, թե ով էր Մեծ Բրիտանիայի վարչապետը կամ Միացյալ Նահանգների նախագահն այդ թվականին։ Այն, ինչ իրապես կարևոր է, այն է, որ Մքղիլի համալսարանում Էրնեստ Ռեզերֆորդն ու Ֆրեդերիկ Սոդին հետազոտում էին ռադիոակտիվության բնույթը։ Այս աշխատանքն իհարկե ուներ գործնական կիրառություններ, սակայն շատ ավելի կարևոր էին դրա մշակութային հետևանքները։ Ռադիոակտիվության երևույթը հասկանալը թույլ տվեց ֆիզիկոսներին բացատրել, թե ինչպես կարող էին Արեգակն ու Երկրի միջուկը միլիոնավոր տարիներ շարունակ մնալ տաք։ Այս կերպ վերացվեց վերջին գիտական առարկությունը բազմաթիվ երկրաբանների և հնեաբանների այն գաղափարի դեմ, որ Երկրի և Արեգակի տարիքը շատ մեծ է։ Դրանից հետո քրիստոնյաները և հրեաները ստիպված էին կամ հրաժարվել Աստվածաշնչի բառացի ճշմարտության իրենց հավատից, կամ համակերպվել մտավոր գործունեության հետ կապ չունենալու մտքին։ Սա ընդամենը մի քայլ էր այն երկար ճանապարհին, որը Գալիլեից, Նյուտոնից և Դարվինից սկսած մինչև մեր օրերը շարունակաբար թուլացրել է կրոնական դոգմատիզմի ազդեցությունը։ Բավական է նայել այսօրվա ցանկացած լրատվական թերթի, որպեսզի պարզ դառնա, որ այս գործը դեռ ավարտված չէ։ Բայց սա քաղաքակրթական աշխատանք է, որով գիտնականները կարող են իրավամբ հպարտանալ։